Ողջույն։ Կառավարության այսօրվա նիստում խոսում էր ինչ-որ աշխատատեղերի բացարձակ ռեկորդի մասին, գործազրկության աճի ֆոնին։ Խոսում էր տնտեսական թռիչքային աճի մասին, բարձր աղքատության ֆոնին։ Ու դարձյալ խոսում էր նրա մասին, թե որքան կարևոր է կրթվելը։ Հատկապես կրթությունը գովաբանելիս կառավարությունը հանրությունից թաքուն մի որոշում կայացրեց, որը ավելի շատ հակակրթական է։ Փաշինյանը որոշեց փակել Վայոց Ձորի մարզի Կարբրաշեն համայնքի դպրոցը։ Դե ասում են ընդամենը 2 աշակերտ է սովորում։ Ինչու դպրոց պահենք։ Թող ամեն օր 7 կիլոմետր քայլեն, մեկ ուրիշ գյուղի դպրոց գնան, իսկ այդ փողը ուրիշ բաների վրա կծախսենք։ Լավ, իսկ ինչու է ընդամենը 2 աշակերտ։ 2017 թվականին դպրոցն ունեցել է 22 աշակերտ։ Նիկոլը եկել, խոստացել է հայրենադարձություն, խոստացել է գյուղերը չդատարկվել, խոստացել է, որ գյուղում ապրողները լավ պայմաններ կունենան, մարզերի համաչափ զարգացում կլինի, այլևս բահով հող չեն մշակի, թուղթ ու գրիչով կմշակեն եւ այլն եւ այլն։ Բայց ով զարմանք, 19 թվականին աշակերտների թիվը ոչ թե 22-ից դարձել է 100, այլ իջել է 14-ի, 8-ով պակասել է։ 2021 թվականին Նիկոլը գնացել է էլի գյուղ, էլի լիքը նախընտրական խոստումներ է տվել, մեկ տարի անց դպրոցում աշակերտների թիվը պակասել է եւս 10-ով, մնացել է 4 աշակերտ։ 23 թվականին մնացել է 3 աշակերտ, 24 թվականին 2 աշակերտ։ Այսինքն այդ դպրոցը եթե այսօր չփակեին, հաջորդ ուստարում մեկը աշակերտ չէր մնա, լավագույն դեպքում մեկը կմնար։ Ինչու է պակասել աշակերտների թիվը։ Մարդիկ արտագաղթում են երկրից, գյուղերից տեղափոխվում են քաղաքներ, հատկապես Երևան, կամ էլ գնում են Հայաստանից, որովհետև գյուղերում չկա աշխատանք, չկան տարրական պայմաններ, չկա կյանք։ Այդ որ ամբողջ օրը ասում եք տնտեսական աճ, բա ուր է։ Այդ որ ամբողջ օրը ասում եք խաղաղություն, այդ ում համար է, եթե դատարկվում են բնակավայրերը։ Իսկ Երևանը տրաքվում է մարդկանց քանակից։ Ամեն ինչ այստեղ է կենտրոնացրել։ Նիկոլն ասում է, մեր օրոք դպրոցներ չեն փակվում, մեր օրոք դպրոցներ են կառուցվում։ Նայում եմ վիճակագրությունը, պարզվում է, որ Նիկոլի օրոք փակվել է շուրջ 25 դպրոց։ 3 թե 500 հատ դպրոց պետք է կառուցեին, կառուցել են 30-ը, փակել են 25-ը։ Բայց ուշագրավ է, որ Նիկոլը կարողացել է որոշ մարդկանց համոզել, թե ինքը դպրոց փակող չէ, այլ փակողը չար ու նախանց Ժաննան է, կրթության, գիտության եւ այլնի նախարարը։ Բագարան գյուղի դպրոցը փակվում է։ Գյուղացին ասում է, խեղճ հարիվը տեղյակ չէ։ Ոնց էլի տեղյակ չէ։ Ախր հենց ինքն է չէ փակողը։ Ինքն է չէ դրա համաձայնությունը տալիս։ Ու ինքն է որոշում, որ այդ դպրոցի փակման թեման պետք է կառավարության նիստում բարձր չասել, պետք է անverջ խոսել, բարձրաձայնել միայն ասֆալտից։ Սրանք դպրոցի մասին չեն մտածում, կրթության մասին չեն մտածում, մտածում են իրենց աշխատավարձերի, պարգևավճարների մասին։ Նույն կառավարությունը, որ այսօր որոշեց դպրոց փակել, որպեսզի ավելորդ փող չծախսի, անիմաստ փող չտա երեխաների կրթության համար, ուսուցիչների աշխատավարձի համար, այդ նույն կառավարությունը որոշեց ու էլի չզեկուցվող, թաքուն հարցով որոշեց 26 միլիոն դրամ տալ, որ ազգային ժողովում եւս մեկ վերելակ տեղադրեն։ 3 հարկանի շենք ընդամենը ալարում են ոտքով բարձրանալ ու վերելակ են ուզում տեղադրել, այն դեպքում, երբ մի քանի վերելակ արդեն կա ազգային ժողով։ Դպրոց պահելու համար գումարը համարում են անիմաստ, այդ փողով շատ թանկարժեք ավտոներ կարող է առնել ԿՊԱ-ական նախարարների համար, ժողովրդի իշխանությունը։ Իրենց ծախսերը սրանք չեն կրճատում, կրճատում են ձեր ծախսերը։ 4 գյուղի դպրոց փակում են, որ պարգևավճար տան, անիմաստ համերգներ կազմակերպեն ու հետո այս sense պլակատներով նստում են ու փառաբանում կրթությունը։ Գյուղացիներին երբ հարցնում ենք ձեր դպրոցները ինչ են փակում, գիտեք ինչ են պատասխանում, որ գյուղերը դատարկվեն, թուրքերին բերեն բնակեցնեն։ Հələ պատկերացեք, եթե պետք է աշակերտը ամեն օր 14 կիլոմետր քայլի դպրոց հետ գա, վաղ թե ուշ ծնողը կլքի գյուղը, տները դատարկ են մնում ու մարդիկ մտածում են, որ այդ տները կզբաղեցնեն Նիկոլի խաղաղության ծրագրի բաղկացուցիչ մաս ադրբեջանցիները։ Ու այս իբր հաշտեցման քննարկումներն էլ մարդիկ նայում են որպես ադրբեջանցիների Հայաստան գալու նախերգանք։ Ադրբեջանից ինչ-որ մարդիկ են եկել, փորձագետ անվան տակ ու հանդիպել են Հայաստանից իրենց գոլեգաների, կազմակերպել են Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները։ Ինչ որ հաշտեցման մասին են խոսում, բայց այստեղից մասնակցածների շարքում անկեղծորեն չտեսա այնպիսի մեկին, որը կարող է մթնոլորտ փոխել, հաշտեցնել։
Հայաստանից մասնակցածները օրինակ չգիտեմ թե քանի հոգու մեջ կարող են փոխել Ադրբեջանի նկատմամբ թշնամանքը դեպի բարեկամություն։ Այնտեղ կային փորձագետներ, որոնք Արցախը հանձնելուց 1 օր հետո արդեն ասում էին մերը չի եղել։ Դրանցից մեկն էլ արցախցի ԱԽ քարտուղարն է։ Իսկ ադրբեջանցիները արդյոք հաշտեցման խումբ էին ուղարկել, փոխվստահությունը վերականգնող խումբ էին ուղարկել։ Նրանց կողմից մասնակցում էր մեկը, որը 22 թվականին շրջափակել էր Արցախը, սովեր տարել մարդկանց, երեխաներին, տարեցներին, էկոակտիվիստի անվան տակ։ Մեր ԱԽ քարտուղարին, այդ փորձագետներին տարբերություն չկա, պարզվում է թե ում կհանդիպեն։ Վաղը խաղաղություն ավելի ընդգծելու համար հնարավոր է Ռամիլ Սաֆարովին այնտեղից ուղարկեն Հայաստան, ու մեր փորձագետները պրոբլեմ չունեն։ Նրանք կարծում եմ Սաֆարովի հետ էլ վստահության վերականգնման հարցեր կքննարկեն, բայց կրկնում եմ, այդ մարդիկ որ մեկիս մոտ կարող են փոխել վերաբերմունքը։ Այսպես կոչված փորձագետները իդեպ շատ հետաքրքիր ժամանակ եկան Հայաստան։ Սկզբում հայտարարվեց, թե Ադրբեջանը Հայաստան-Բեռների տարանցման սահմանափակումը հանում է։ Հետո քպականները քեֆ արեցին, թե չերեզ Ադրբեջան-Ղազախական ցորեն կգա Հայաստան, ու ցորենից առաջ Հայաստան ուղարկեցին ադրբեջանցիների ակտիվիստների, որոնք արգելափակում էին Արցախ հացի մուտքը Արցախ։ Քպական падգամավորները երեք ազգային ժողովի ամբիոնից իրար հերթ չէին տալիս շնորհակալություն հայտնելու Ալիևին։ Նիկոլ Ալիևին Վրաստանում էր շնորհակալություն հայտնում, ասում էին վատա, որ Ադրբեջանով ապրանք է գալիս, Լարսի հույսին չենք, ապա շրջափակում է։ Ընդդիմությունը ասում են, չուզողություն է անում եւ այլն։ Բնականաբար չեք գտնի խելքը գլխին մարդ, որը չի ուզենա ապա շրջափակում, կապուղիների բազմազանություն։ Ընդդիմությունը չի ասում վատ է։ ՔՊ-ին դիմախոսներն ասում են, ձեր արածը ապա շրջափակում չէ։ Հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ։ ՔՊ-ին դիմախոսներն ասում են, Արցախից ամեն տարի բերվում էր մինչև 80,000 տոննա ցորեն։ Դուք Արցախի ցորենի դաշտերը հանձնեցիք Ադրբեջանին, Հայաստանը գցեցիք հացահատիկի ներկրման մեծ կախվածության մեջ։ 80,000 տոննայանոց ցորենի դաշտեր հանձնելուց հետո ուրախացել եք, որ 5,000 տոննա ցորեն եք գնելու ու տեղափոխելու Ադրբեջանի տարածքով։ Մեր դաշտերի 70%-ը չեն մշակում, դրսից առնում են։ Թշնամին նախընտրական այս շրջանում աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Կարող են այնպիսի փոքրիկ դրական բաներ ցույց տալ, խաղաղության տպավորություն թողնել, միայն թե Նիկոլ Փաշինյանը ընտրվի երրորդ ժամկետ, որովհետև այն մի ժամկետում Արցախի կեսը հանձնեց, երկրորդ ժամկետում մյուս կեսը հանձնեց, Հայաստանից հանձնեց, երրորդ ժամկետը եթե ընտրվի, Ալիևը կընկնի մոր փորը, ինչպես ասում են։ Չգիտեմ Հայաստանից ինչ կմնա։ Վախենամ, որ լիարժեք տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ գցի Թուրքիայից ու Ադրբեջանից։ Դրա համար փշի են անում, դրական բաներ են ցույց տալիս։ Վաղը չեն բացառում, որ մի քանի գերի կտա, իհարկե ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, գուցե այնպիսի գերիների, որոնց անունը իսկ չկա գերիների ցանկում։ Նիկոլը արդեն թաղում է արժանապատիվ խաղաղության հեռանկարները։ Խաղաղությունը լավ բան է, բայց երբ դրա դիմաց ամեն ինչ չես տալիս, իսկ ավելի լավ բան է, երբ չես տալիս ոչինչ։ Ինչ-որ բան եթե լինում է, ապա փոխադարձ զիջումներով։ Իսկ սա զիջումներ է արել ու անում ոչ թե խաղաղության, այլ զինադադարի դիմաց։ 2020-ին զինադադար արեցին, 2022-ի ջերմուկյան դեպքերից հետո զինադադար արեցին ու բոլոր ժամանակ էլ տվեց։ 2023-ին էլի զինադադար արեցին ու հիմա հերթական զինադադարն է, որովհետև երբ չկա ուժերի բալանս, քո կողմից չկա հակահարված տալու ցանկություն, դիմացինը երբ ուզենա կսկսի պատերազմը, երբ ուզենա կավարտի իր շահերից ելնելով։ Կարճ ասած, ինչքան էլ թրքասիրություն անեն, Էրդողանի գիրքը կարդան գովազդեն, Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով ցորեն չէ ադամանդել բերեն, դրանից իրականությունը չի փոխվում։ Զորով խաղաղասիրություն, բարեկամություն ստեղծել չեն կարող։ Ալիևի երեկվա ու այսօրվա շնորհավորանքները, Ալիևին ուղղված շնորհավորանքներ, դրանք ՔՊ-ի ու անձամբ Փաշինյանի շնորհավորանքներն են, ժողովրդի հետ բացարձակ կապ չունեն։ Նրանք եթե մտածում են ցորեն բերելով պետք է ժողովուրդը շնորհակալ լինի Ադրբեջանից,
ապա լավ չեն ճանաչում հայ ժողովրդին։ Այո, ցորենով էլ ոգևորվածներ կան ու Փաշինյանի էլեկտորատից են, բայց նրանց թիվը եղանակ չի փոխվում հայ ժողովրդի մեջ։